Բոլոր վերջին զանգերը հիմնականում մեր քաղաքում նաև նվիրված են լինում մեր քաղաքին, որովհետև մեր քաղաքը տալիս է որոշակի դաստիարակություն, տալիս է որոշակի մարդկային փոխհարաբերությունների մասին պատկերացումներ։ Եվ վերջին զանգը միայն տոնական արարողություն չէ, վերջին զանգը արդեն մի շրջափուլի ավարտ է և նոր շրջափուլի ավելի պատասխանատու շրջափուլի սկիզբ։ Ես ձեզ մաղթում եմ այս կյանքում մեծամեծ հաջողություններ, այն դրականը, այն սերը, որ դուք ստացել եք այս միջավայրում, այս դպրոցում, ձեր դասարանում, ձեր քաղաքում, թող ձեզ հետ լինի ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք հիմա գտնվում ենք 3-րդ տեղամասում, որը սպասարկում է Նշակետ 70-ից մինչև երիտասարդական կայարան, 2 գծերով։ Կատարվում է ժամկետանց ռելսի փոխարինման աշխատանքներ։ Բավականին բարդ եւ բավականին հետաքրքիր աշխատանք է։ Հաշվի է առնվում գնացքների բեռը, ինչ անցնում վրայով, տարեկան կտրվածքով, ուղևորի միջին քաշը, գնացքի քաշը, բավականին երկար ժամանակ արդեն 40 տարուց ավել աշխատում է մետրոպոլիտեն այդ նորմաները բոլոր կորագծերում արդեն լրացած է։ 90-ական թվականների փոխված ռելսերը արդեն ենթակա են փոխարինման, չհաշված որ կան ռելսեր 77, 79, 80 թվականների։ Բավականին երկար ժամանակ ռելսեր չէինք ստացել։ Արատային ռելսերի քանակը բավականին շատացել էր այդ ընթացքում։ 2022-ի հունվարին ստացանք 220 տոննա։ Գարեգի Նժդեից մինչև Բարեկամություն 220 տոննան փոխեցին։ Դա մետրոպոլիտենի պատմության մեջ աննախադեպ բան է եղել։ Երկրորդ խմբականակը արդեն ստացվեց 2024 թվականին։ Հիմնականում շեշտը դրվեց ժամկետանց ռելսերի վրա 8 ամսվա ընթացքում 170 տոննա ռելս փոխեցին։ Դա ոնց որ ասած ավել էր, քան 22 թվի փոխարինված ռելսերի քանակը։ Անվտանգ երթևեկությունը ապահովելու համար ամեն ինչ արվում։ Աննման երկեցողություն եւ շնչառություն եւ դինամիկ նշաններ եւ գեղարվեստական ընդհանուր պատկեր, աշխուժություն, քնարական երգ, բոլորը իրեն ճիշտ տեղում են։ Ուրախ եմ, որ այս շփումը եղավ այսօր օպերային թատրոնի դահլիճում եւ համերգ լինի, բոլորս միասին նույն նյութի շուրջը կլինենք։ Ես իմ գրածով, դուք ձեր երկեցողությամբ, որը այս երկեցողությունից, շնչավորումից իհարկե կյանք ստացավ։ Շնորհակալ եմ
քաղաքապետարանին, որ այս առիթը տվեցին ինձ աշխատելու այս ծրագրի հետ, երեխաների երգչախմբի հետ։ Իմ երաշունը ինձ վերադարձրիք նորովի, ձեր շնչով, ձեր երգեցողությամբ, ժողովրդական բանահյուսությունը ձեր հիշողության մեջ մնա, երբ որ դուք կլինեք հասուն եւ մեծ մարդիկ։ Շնորհակալ եմ։ I live in Yerevan, the capital of Armenia. I am too old. I am a chemical engineer by profession. Անգլիեն եմ դասավանդում իրանց, A1-A2 մակարդակի։ Շատ հեշտ է ասում, քանի որ իրանք արդեն գիտեն, թե ինչ են ուզում, ինչի համար են եկել։ Այն տարեցները, որոնք դուրս են մնացել աշխատանքային շրջապտույտից եւ չունեն զբաղվելու ինչ որ մի այլ հետաքրքրություն, այստեղ իրենք իրենց լավ են զգում մեզ մոտ, որովհետեւ ուսուցանում են ոչ միայն լեզուներ, այլ նաեւ պարեր, երգեր, մասնակցում ենք տարբեր միջոցառումների։ Տարեցների օրը հագեցած եւ հետաքրքիր անցկացնելը դա բավականին լավ մարդկային հրաշալի գործ է։ Ավելի լավ է դուրս գաս, քեֆ անես, ուրախանաս, ջանուղուրման ասես եւ այդ ամեն ինչը պոզիտիվ տա մեզ ու մենք բոլորս այսպես ուրախանանք։ Ես հանդիսանում եմ Վերածնունդ երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եւ դիրիժորը։ Իրենց հետ արդեն աշխատում ենք 14 տարի, 90%-ը նոտա ճանաչ չեն, երգում ենք շատ բեմերից եւ հուսով ենք, որ մեծ բեմերում էլ կլինենք։ Մենք հիմնականում նոտա ճանաչ չենք, ուղղակի սիրողական ենք։ Մեր խմբավարը շատ ջանքեր է թափում, որ մենք կարողանանք ճիշտ ակադեմիական, այսպես ասած, ոճով կարողանանք երգել։ Ես որ եկա այստեղ, ինձ թվում է ես արդեն գտնում եմ մեկ ուրիշ աշխարհում։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունից եմ։ Մեզ մի հատ ներկայացրեք ձեր հանրային սննդի խմիչք ծխախոտի 2400-ի եւ հեստապարի թույլտվությունը։ Հեստապարի թույլտվություն չունեք, արձանագրություն ենք կազմելու հեստապարային ակումբ օգտագործելու համար։ Արձանագրություն ենք կազմելու, քանի որ հեստապարայի թույլտվություն չունեք, բայց օգտագործում եք նշված տարածքը որպես հեստապարային ակումբ։ Քանի որ սուբյեկտը տեղում չի, վարչարություն կիրականացնեք, ամենօրյա հսկողության տակ է լինելու։
Ձեր գիշերային թույլտվությունները ներկայացրեք, լավ։ Սա ձեր հանրային սննդի թույլտվությունն է, ծխախոտի վաճառքի թույլտվությունն է, որը նույնպես ունեք։ Սա էլ ոգելիցինն է 2400-ն տարեկան վճարը մինչև դեկտեմբերի 31-ը ուժի մեջ է։ Բոլոր վճարումներն ունեք եւ թույլտվությունները ստացել եք 2300-ից հետո լղության կանոնները պահել եք։ Տեսնում ձեզ։ Մեզ ներկայացեք ձեր գիշերային թույլտվությունները եւ հեստապարի թույլտվությունները։ Հեստապարի թույլտվություն չունենք, գիշերայինն էլ եկեք մուտք։ Ձեր արձանագրությունն է կազմում, որ առանց հեստապարի թույլտվության նշված տարածքը օգտագործում եք որպես հեստապարային ակումբ։ Տեղյակ եք։ Շատ լավ, կազմեք արձանագրություն։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։